Նոր լանդշաֆտ ու ճարտարապետական լուծումներ, հարմարավետ զբոսայգի, հանգստի գոտիներ, սպորտային միջոցառումների անցկացման հարթակներ ու կինոդիտման վայր։ Հրազդանի կիրճում նոր զբոսայգի կկառուցվի։ Կառավարությունը 172 միլիոն դրամ կտրամադրի Երևանի քաղաքապետարանին։ Ընդհանուր առմամբ սա մեր ընդհանուր կիրճի վերակազմավորման, վերաձևավորման կոնցեպտի մեջ է մտնում եւ հիշեցնեմ նաեւ, որ մենք իրականացրել ենք խորը վերլուծություն ամբողջ կիրճի վերաբերյալ, ֆլորան եւ ֆաունան ենք ուսումնասիրել, մշակութային ժառանգություն հանդիսացող հատվածները հստակ սահմանագծել ենք կիրճը եւ սպասում ենք շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական փոփոխություններին, որից հետո Երևան քաղաքի ավականին ամբողջ կիրճը կճանաչի համայնքային հատուկ պահպանվող տարածք։ Երևան քաղաքում կյանքն առավել հարմարավետ դարձնելու համար կառավարության կողմից իրականացվող 3 խոշոր ծրագրերից մեկն է սա։ Մեկը Հրազդան գետի կիրճը հատուկ պահպանվող ռեկրեացիոն հանգստի գոտի դարձնելն է, հաջորդը Դալմայի այգիների հետ կապված խոշոր քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու մասին է եւ հաջորդը Նորք Մարաշում ավելի քան 7 հեկտար տարածքի վրա քաղաքային անտառ-պուրակ ստեղծելու նախագծի մասին է։ Նիկոլ Փաշինյանը նկատում է Հրազդանի կիրճն արդեն իսկ ծառայում է մարդկանց հանգստին։ Այժմ խնդիր կա ժամանցի ավելի քաղաքակիրթ պայմանների ապահովման։ Մի բաժակ թեյ, սուրճ խմելու կամ ուղղակի նստել հանգստանալու անհրաժեշտություն կա եւ հիմա ամբողջը արվում է այդ ժամանցի այդ ձևը հնարավորինս այդ տարածքում երկարացնելու եւ հնարավորինս ինչպես ընդունված է ասել էկո միջավայրում անցկացնելու հնարավորություն ստեղծելու եւ հարմարավետ դարձնելու եւ երկարացնելու մասին է։ Ավինյանը թվերով է խոսում, վերջին տարիներին մայրաքաղաքի կանաչապատ տարածքների թիվն անհամեմատ շատացել է։ Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտավորապես 60 հեկտար նոր կանաչապատ տարածքներ։ Եվ այս 60 հեկտարը բոլորը իրենց ոռոգման համակարգերով այս վերջին 4 տարիների արված աշխատանքը ավելին է, քան դրան նախորդող 22 տարիներինը միասին վերցրած։ Եվ երբ որ խոսում ենք, որ 60 հեկտարը տենց շատ կարևոր թիվ է, Դալմայի այգիները 250 հեկտարի մասին է մոտավորապես խոսքը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքապետի ներկայությունն օգտագործելով հետաքրքրվում է մայրաքաղաքի խցանումներով։ Ոչ մի փողոց, ոչ մի քաղաք անսահմանա, չգիտեմ ոնց են թարգմանում, բեզռազմեր հայերը ոնց է։ Անչափ չի, էլի, ինքը մեկա չափ ունի ցանկացած փողոց եւ մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակը ստեղծվում է նրանով, մենք պետք է ավտոմեքենաների ներմուծման վիճակագրությունը տեսնենք եւ հասկանանք, որ մեքենան գալիս է մտնում է այդ նույն փողոցը։ Միայն Երևան քաղաքում տարեկան մոտավորապես 12000 ավտոմեքենա է գրանցվում եւ բոլորը մտնում են երթևեկության մաս են դառնում եւ նաեւ հարակից մարզերից էլ նույնպես ավտոմեքենաները այդ թիվը չեմ բարձրաձայնում, մոտ մի այդքան էլ հարակից մարզերում է տեղի ունենում։ Երկրորդ կոմպոնենտը իրականում մեր վարելու պրակտիկան է։ Գյուղատնտեսության զարգացմանը նպաստող ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերը ընդգրկող ընդհանրական ծրագրով էկոնոմիկայի նախարարությունն է հանդես գալիս։ Սա հնարավորություն է տալիս մատչելի ֆինանսական ռեսուրսներ ապահովել ագրոպարենային ոլորտում գործունեություն ծավալելու համար։ Ծրագիրը նախատեսված է 26-27 թվականների համար։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափ ծրագրով պարոն վարչապետ 1-ից 2 միլիոն դրամ է, այսինքն նվազագույնը 1 միլիոն դրամ, առավելագույնը 2 միլիոն դրամ եւ ամբողջ տոկոսադրույքը կառավարությունը սուբսիդավորում է, բայց ծրագրի պայմանն է, որ տոկոսադրույքը պետք է լինի առավելագույնը 14%, այսինքն կառավարության ծախսը չի կարող գերազանցել 14%-ային կետը եւ այդ ամբողջ 14%-ային կետն էլ կառավարությունը կսուբսիդավորի, որի արդյունքում մեր գյուղացիական տնտեսությունները 0%-ով վարկ կարողանան ձեռք բերել։ Սա գյուղացիների շրջանում հայտնի անտոկոս վարկն է։ Վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է, ընդ որում մայրգումարի մարմանն ուղղված վճարումները կարող են կատարել 6 ամիս անց։ Ձևավորված ավանդույթի համաձայն կառավարության նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին։
Ոչ թե կուլիսային հանդիպում, այլև աշխատանքային ճաշ։ Ի հեճուկս ընդդիմադիրների Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումը բարեկամական է համարում։ Այցը շատ հաջող եմ գնահատում։ Մյուս բոլորը ազատ են իրենց գնահատականների մեջ։ Ինչ վերաբերվում է տետատետ հանդիպմանը, մենք արդեն պայմանավորվել ենք մեր հետագա հանդիպումների մասին եւ մեր միջոցառումների մասին, բարձր մակարդակով հանդիպում ենք պայմանավորվել, այդ թվում հունիսի երկրորդ կեսին։ Ինչ վերաբերվում է ընդհանուր բովանդակությանը, ես կարծում եմ, որ նախ այն ինչ որ ես ասել եմ, նախկինում իմ հրապարակային հայտարարությունների արտացոլումն էր այդ դահլիճում։ ԵԱՏՄ թե Եվրամիություն ընտրության անհրաժեշտություն չկա, ասում է Փաշինյանը, առայժմ դրանք հեշտությամբ համատեղվում են։ Քանի դեռ կա հնարավորություն համատեղել այն քաղաքականությունները, որոնք մենք վարում ենք ԵԱՏՄ եւ Եվրոպական միության ուղղությամբ, մենք այդ քաղաքականությունները կհամատեղենք։ Խորհրդարանական ընտրություններում իշխանության հավակնող երկու առանցքային ուժերը ժողովրդին պատերազմով են սպառնում, ով է ճիշտը, Փաշինյանը ժողովրդի արդար դատին է թողնում։ Եթե մյուս քաղաքական ուժը ասում է Հայաստանը չպետքա բավարարվի 29743 քառակուսի կիլոմետրով, դա ի՞նչ է նշանակում։ Դա խուսափելի պատերազմ է, հարգելի գործընկերներ։ Այսինքն այդտեղ շատ վիճելու բան չկա էլ։ Ինչպես է Սամվել Կարապետյանը բոմժ դառնալու, Փաշինյանը ոչ թե սպառնացել է, այլև վախենում է Կարապետյանի համար։ Ես ասում եմ, ես վախենում եմ, որ այդպես տեղի կունենա։ Ինչ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որով ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, որոնք նաև Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի բան ունեն, լծակներ ունեն նաև իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքը իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու եւ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է եւ ես դրա համար շատ ցավում եմ, որովհետեւ չի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, սա այլևս ակնհայտ փաստ է։ Հիմա կարծում եմ այլևս ամբողջ աշխարհը գիտի, որ ձեր նշած անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ падգամավորի կամ վարչապետի թեկնածու։ Եթե Հայաստանի Հանրապետությունում դեռ մարդ կա, որ սրա հետ կապված պարզ չի, որ ձեր նշած անձը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ հետեւաբար վարչապետ, դա ինչ կարող եմ ասել ես։ Մենք շատ լավ ենք հասկանում դու ինչ ես անում։ Եռագլուխ հրեշն իրոք վախենալու է եւ պետք է վախենալ Քոչարյանից։ Դուք անձամբ վախենում եք Ռոբերտ Քոչարյանից։ Եթե վախենում եք, ես չգիտեմ, շփվել եք իր հետ թե չէ, ես որպես իր հետ շփված մարդ անկեղծ կարող եմ ասել, հեչ վախենալու չի։ Էլի ձեր ոճով ասեմ, դուխով եղբայր, դուխով։ Իրանից վախենալ պետք չի, բայց խնդրում եմ Իրանով մեզ էլ մի վախեցրեք։ 18 թվին Սերժի Մերժեցիք տեսանք ինչ եղավ, դուք ընտրվեցիք 21 թվականի Քոչարյանով վախեցրիք, էլի ինքը եկավ դուք ընտրվեցիք, հիմա էլի ուզում եք Քոչարյանով վախեցնել։ Վախեցնել ժողովրդին դա կներեք ոչ ճիշտ ձևակերպում է, որովհետև ժողովուրդը գերագույն ուժ է, գերագույն իշխանություն է, իշխանության տեր է, իմ գործատուն է, իմ ղեկավարն է եւ ես չեմ կարող նույնիսկ մտքովս անցնել, որ ես ժողովրդին վախեցնեմ։ Թե ինչ փուլում է եկեղեցու բարեկարգման խորհուրդը, պատասխանը հստակ է։ Եկեղեցու խորհուրդը մշտական կապի մեջ է եւ մշտապես աշխատում է եւ զարգացումն է նա, որ այդ օրակարգը, ինչպես տեսել եք, հույս ունեմ, տեղագտել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում։ Եվ մենք դա նաև շատ կարծում եմ արդար է եւ ճիշտ է, որ մենք այդ հարցն էլ ժողովրդի դատին ենք հանձնում եւ այդտեղ էլ ընտրությունները ունենալու են շատ կոնկրետ հետևանքներ։ Ընտրովի արդարադատությունն էլ մեզ համար չէ, ասում է Փաշինյանը։ ՔՊ անդամները ինդուլգենցիա չունեն։ Նախկին ՔՊ-ականներն այսօր ընդդիմություն են, որովհետև դատվում են։ Արևիկ Սարդարյան, Արմալուշ։